Սիրելի ավադագիցներ, ողջունենք ձեզ մեր Փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Ողջունենք բոլոր անոնք, որոնք գետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV-ի միջոցով։ Ուրվորեք Աստվածորդն է առողջ բահե, խաղաղ բահե, հավատքով բահե։ Եվ իր գամքը օրհնյալ թողնա։ Մեր պաշտամունքները կշարունակվին Տերոջ շնորհքով Եգոր Գիրագի գունենանք ձաղգազարդի պաշտամունք։ 900 տանց անգլերեն լեզվով, ժամը 11 հայերեն լեզվով։ Կանք եւ միասնապար անցադառնանք մեր Փրկին հաղթական մուտքը Երուսաղեմ, ու նաեւ եկեղեցվով փոքրեր մասնագից կդառնան պաշտամունքին։ Որ մեր ետքը կսկսի ավակ շաբաթ։ Ավակ 5 շաբթի ունենք սիրո ընթրիկ եկեղեցվո սրահեններս, որ մեր ետքը գունենանք հաղորդության պաշտամունք Սուրբ հաղորդություն եկեղեցին մեջ։ Ժամը 7-ին բոլորդ հրավիրված եք եւ բաց է բոլորին։ Իսկ գիրագի արավոտ գանուխ արևածագի պաշտամունք վրդուգո парքի մեջ ժամը 7-ին ավելի գանուխ ալգրնակլալ երդասարտերը հոնգլան ժամը 7-ին արևածագի պաշտամունք եւ ժամը 11-ին ունենք սուրբարության պաշտամունք որ հայերեն եւ անգլերեն երկու խումբերն ալ միասին դերը կպաշտեն Եվ ատկեյդ կապրիլ 19 գիրագին ունենք արյան դվճություն եկեղեցվո սրահին մեջ ուր կանչված ենք օգնելու ինգածին, դգարին, հիվանդին, հիշելով նաև մեր նախահայրերը, որոնք ցեղասպանության են մազաբուրց ազատվեցան եւ ուրիշներ օգնեցին եւ մենք կանչված ենք օգնել նաև հիշելով մեր նախահայրերը Որ մեր հետ կունենանք ընտանեկան համակումար Քամփարևի մեջ մայիս 1-2-3 դուրսը տրված է թուղթերգան, որ գտնակ լեցնել անոնք որոնք կփապակին ներգալալու եւ կքաչալերեն գտելացենք, որ մեր ընտանիքները մասնագից դառնան ընտանեկան համակումար, որ բոլորս միասին Քամփարևի մեջ ունենանք հadouk համակումար։ Որ մեր հետ կունենանք Մայրերը օրվա նախաճաշ ժամը 9:30-ին եւ ապա պաշտամունք ժամը 11 իսկ հունիսին գունենանք հայրերը օրվա նախաճաշ 9:30 եւ ժամը 11-ին գունենանք մեր պաշտամունքը եւ ավելի ուշ նաեւ գունենանք Տերոջ շնորհքով մեր 47-րդ ամյակի ճաշկերույթը հոկտեմբեր 3-ին շաբաթով աղոթող եղեք Ներկա եղեք, քաչալերեցեք եւ դերը հավատարիմ է եւ իր գամքը օրհնյալ թողնա։ Աստուծո սրբազան խոսքեն գգարտացվի 3 համարներ Հովանու ավետարանեն առնված 11-րդ գլուխ 23-ն 26-րդ համարներ Եվ այսօրվա հատվածը ընդհանրապես առնված է Հովանու ավետարան 11-րդ գլուխ առաջին 45 համարներն են, բայց պիտի գարտամ 23-ն 26 եւ պատկամի միջոցով պիտի անդրադառնանք մյուս համարներուն։ Դեր Հիսուս կսե Մարտային անշուշտ Ղազարոսի մահվան դրվագն է Գսե քու եղբայրդ հարություն պիտի առնե Մարտա գսե Հիսուսի գիտեմ թե հարության ժամանակը վերջին օրը հարություն պիտի առնե Հիսուս կդառնա գսե Մարտայի ես եմ հարությունն ու կյանքը ան որ ինձի կհավատա թեև մեռնի պիտի ապրի եւ ան որ կենթանի է ու ինձի կհավատա հավիտյան պիտի չմեռնի թուն կհավատաս ասոր
Սելիներ ահավասիկ մեծ բահքի 5-րդ գիրագին։ Եվ մեծ բահքի ժամանակաշրջանը գամած կսկսի հասնել իր կակատնագետին։ Եվ կմոտենանք ավակ շաբթվան, եւ արդեն խաչին շուքը գտեսնվի։ Հովանու հավետարանին 11-րդ գլուխ առաջին 45-րդ համարներուն մեջ կտեսնենք Ղազարոսի մահը եւ հարությունը։ Եվ այս հրաշքը ցևով վերջին եւ մեծակույն նշանն է, որ կհայտնե Քրիստոսի ինքնությունը, որ 25-րդ համարին մեջ կարդացինք ես եմ հարությունն ու կյանքը, եւ այս ինքնին ավետարանին սիրտն է։ Եվ այս հատվածին վրա գտեսնենք մահեն կյանք։ Առաջին կետը պիտի անդրադառնանք մահվան իրականության մասին։ Հատվածի մեջ կտեսնենք Ղազարոս այլևս հիվանդ չէ, մեռած է եւ 4 օր է քերեզմանին մեջ թաղված է։ Մարտա Հիսուսի գսե. դեր, եթե հոսը լայր, իմ եղբայրս չեր մեռներ։ Հավանաբար մեզ շատեր այս խոսքը ասած են։ Եվ իրականության մեջ այս խոսքերը կնկատվին յուրաքանչյուր սգավորի աղաղակը։ Ով դեր եթե հոսը լայր, իմ քույրս, իմ մայրս, իմ եղբայրս, իմ զավակս, իմ հայրս, իմ հարազատս պիտի չի մեռներ։ Այնինչ որ Մարտա ասավ։ Եվ մեծ բահքը գստիպե մեզ յուրաքանչյուրին թիմակրավել մեր սիրելիներուն մահը։ Նաև գստիպե թիմակրավել մեր հույսերուն մահը։ Հույսեր ունենք, հույսեր կունենանք եւ հանգարց հուսահատ վիճակի մեջ։ Եվ մեր մեղքերուն ծանրությունը։ Սելեր քրիստոնեությունը մահը չի մերժեր։ Մահվան գնայի հարության հույսով։ Եթե քրիստոնյա ենք չի նշանակեր ֆիզիկական մահ չի կա։ Բայց քրիստոնյային համար, հավատացյալին համար ֆիզիկական մահը հավիտենական հույսով գտիդե։ Երկրորդ, գտեսնենք Աստուծո ուշացումը։ 5 եւ 6 համարներում մեջ կգարտանք։ Հիսուս գսիրեր Մարտան, անոր քույրը Մարիամը եւ Ղազարոսը։ Եվ մնաց այն դեղը։ Հետաքրքրական է։ Հիսուս գսիրեր, բայց ուշացավ։ Այսին պատկերացրեք, մեզ մեր հարազատը, երբ ծանր վիճակի մեջ է, մեզի լուր դրվի, շատ կսիրենք, բայց կմնանք դեղերնից եւ չենք երթալ այցելել։ Այսին ծանփանական չէ։ Երբ ծանր հիվանդ մը գա, որ հարազատ մնե, սիրելի մնե, երբ լուր դրվի, ամեն բան գցկես կերտաս։ Հոսքը դեսնենք Հիսուս գսիրե Մարտայի, Մարիամի, Ղազարոսի, լուր գուտան թե Ղազարոս հիվանդ է, ծանր վիճակ է, եւ դակավին Հիսուս հոն գմնա։ Գմնա 2 օր։ Սելիներ, հիշենք թե Աստուծո ուշացումը մերժում չէ։
այլ ավելի մեծ հայտնություն եւ ավելի մեծ փառքի բացաստություն։ Սակայն հարցը այն է, թե մենք կուզենք անմիջական պատասխաններ, գաղութենք կուզենք վարգյանին պատասխան, բայց դերը գուզե խոր հավատք։ Երրորդ, կտեսնենք աստվածային գարեկցություն, Հիսուս լացավ, և աստվածաշունչի ամենագարչ համարը, արձանագրված Հովանու ավետարան 11-րդ գլուխ 35-րդ համար, Հիսուս լացավ։ Հոս կտեսնենք հարություն շնորհող դերը նախ կգարեկցի մարդկային ցավին և վիշտին։ Այսին աստվածապանական օրեն հոս կտեսնենք դեր Հիսուսի ճշմարիտ մարդեղությունը։ Կտեսնենք Աստուծո սերը, կտեսնենք Աստուծո մեր ցավերուն գարեգից և մոդը լալը։ Պատերազմի օրերուն երբ ընտանիքը իր զավակը գործընծուց, եկեղեցու հովիվը այցելեց, ոչ խրատվավ, ոչ քաչալերեց աստվածաշունչեն համար մգարտալով քարոզելով, լուրջ նստավ ընտանիքին հետ, առանց խոսելու, և անոնց հետ լացավ։ Ետք ընտանիքի անդամները ըսին, այդ օր Քրիստոս մեզի եկավ։ Երբեմն սիրելիներ մեր լուրջ ներկայությունը ամենամեծ գարեկցությունն ու ծառայությունն է, որ կտեսնենք աստվածային գարեկցության ուղղությամբ։ Եվ հանգարց չորրորդ կետ կտեսնենք հրամանը, հավատքի հրաման, քարի հեռացում։ 39-րդ համարին մեջ Հիսուս կսե մեկտիրեք այս քարը։ Մարթա Ղազարոսի քույրը գտժգամի եւ գսե արդեն հոդած պիտի լա 4 օր է քերեզմանն է արդեն հոդած պիտի լա եւ յետքը հրաշքը կտեսնենք սերներ հրաշքը կսկսի երբ մենք հավատքով արգելք եղող քարերը գերացնենք մեր կյանքին Եկեք անձնաքննությամբ հարցնենք, ինչ քարեր կան մեր կյանքին մեջ, անհավատություն, ձաձուկ գաղտնի մեղքեր, դառնություն, հուսահատություն, նախանձ, վրեժխնդրություն, հպարտություն, Եվ այս տեսակ քարերու շարքը կարելի է երկարել։ Եվ հիշենք, թե մեծ բախքը մեր հավատքի կյանքեն քարերու արգելքներու հեռացման ժամանակաշրջանն է։ Բայց այդ կլա անձնաքննությամբ։ Եվ ապա կտեսնենք կյանք դվող ցայնը։ 40-րդ համարին մեջ Հիսուս մեծ ցայնով գսեր Ղազարոս դուրս եկուր։ Իրականության մեջ դեր Հիսուսի այս գանչը միայն մեկ մեռելի համար չէր, ամբողջ մարդկության համար։ Դերմը մենք բոլորս ալ Ղազարոս ենք։ Հոգևորապես մեռած, մեղքի մեջ կապված, անզոր Եվ մենք մեր միջոցներով չենք կրնար դուրս գալ։ Բայց վստահ պետք է լանք, որ միայն դեր Հիսուս Քրիստոսն է, որ կյանք կուտա։ Եվ դեր Հիսուս կսե արձակեցեք զայն։
դուրս գել է Ղազարոս, ոտքերը, ձեռքերը բադանքով կապված։ Գսե արցագեցեք ադիգա ու թողեք որ երթա, քագեցեք վրայի այդ բադանքները։ Սելեր դեր Հիսուս կյանք ուտա։ Եկեղեցին հավատացյալներու խումբը գոքնե հավատացյալին ազատության մեջ քալելու համար։ Այսինքն աշակերտություն, քրիստոնեական խնամք, հոգևոր դաստիարակություն, ծառայություն։ Եվ 50-րդ համարին մեջ կգարտանք այն օրեն հետո, այսինքն հրաշքեն ետք որոշեցին, ով հրյաները որոշեցին, որ սպանեն Հիսուսին։ Ղազարոսին կյանք տալով Հիսուս իր մահվան վճիռը կնքեց։ Ղազարոսի հարություն առնելով վճիռ տրվեցավ, որ Հիսուս պետք է մեռնի։ Կյանք տվավ, որպեսզի ինք մեռնի։ Հիսուս պետք է քերեզման մտներ, որպեսզի մենք քերեզմանեն դուրս գանք։ Հիսուս պետք է մեռնի, որպեսզի ես տուն ամեն մեկս ապրինք։ Ղազարոս ժամանակավորապես հարություն առավ, բայց Քրիստոս հավիտենապես, հավիտյան։ Ղազարոս գրգին պիտի մեռներ, բայց Քրիստոս հավիտենապես մահվան հաղթեց։ Եվ Ղազարոսի այս պատմությունը մեզ մեր յուրաքանչյուրին կհարցնե. ուր կա մահ քու կյանքիդ մեջ։ Այսինքն սառած հավատք, գոդրված, խզված հարաբերություն, հոգևոր դգարություն։ Հիշե Քրիստոս քո վտկեցած գսե ես եմ հարությունն ու կյանք։ Երկրորդ. Ինչ քար պետք է հեռացնես քո կյանքդ։ Ինչ քար պետք է հեռացնեմ իմ կյանքես։ Ինչ արգելքներ կան հավատքի կյանքին մեջ, որպեսզի հեռացնենք և հավատքի կյանքը աճի։ Եվ երրորդ կլսենք անոր ձայնը։ Շատ ձայներ կլսենք։ Աչեն, ցախեն, ձայներ շատ կան, բայց կլսենք դեր Հիսուս Քրիստոսի ձայնը։ Սելներ քրիստոնեությունը գաղափար չէ։ Քրիստոնեությունը կենդանի հարուցյալ դիրոջ գանչն է։ Կլսենք անոր ձայնը։ Երբ մեր ազգի պատմության նայենք, պիտի տեսնենք, թե մեր ժողովուրդը ապրեցավ, տեսավ ցեղասպանություն, աքսոր, դարաբանք, չարչարանք, բادرազմներ, բայց միշտ Հիսուսի գանչը լսեց, ինչպես որ Հիսուս Ղազարոսին ասավ, հայ ժողովրդին ասավ, դուրս եկուր։ Մոխիրներեն դուրս եկուր, անաբատներեն դուրս եկուր։ Եվ իրականության մեջ եկեղեցվո քոյադևումը Ղազարոսի նման պատմություն մնա։ Ոչ թե թիվերով, ոչ թե ուժերով, ոչ թե նյութական հարստություններով, այլ միմիայն դեր Հիսուս Քրիստոսի գանչով, ձայնով։ Սելիներ եսագացնենք, Ղազարոսի քերեզմանին առջև կտեսնենք մեր մահը, կտեսնենք մեր անկարողը լալը և կտեսնենք մեր վիշտը և ցավը, բայց նաև կտեսնենք դեր Հիսուս Քրիստոսի արցունքները, կտեսնենք Քրիստոսի ձայնը և կտեսնենք Քրիստոսի զորությունը։ Ուրեմն մեծ բախքը գարաշնորհ մեզ հարուցյալ Քրիստոսի,
որ մուտք գործե մեր սրտերուն մեջ, մեր մտքերուն մեջ, մեր հոգիներուն մեջ, մեր դուներուն մեջ։ Եվ հատկապես մեր սրտերուն, մտքերուն քերեզմանին մեջ եւ ցանկի գոչե գհալուսանե մեզ եւ շուտով պիտի լսենք ուրիշ հայտարարությունը, որ գսե անհոս չէ հալություն արավ։ Աղոթենք։ Դեր Հիսուս տունես հալությունն ու կյանքը, գաղաչենք ով դեր, գանքնե մեր սրտերուն քերեզմաներուն առջև։ Դեր գաղաչենք գանչե մեզ մեղքեն, հուսահատութենեն, մահեն, ցավեն, դրտմութենեն եւ առաջնորդե մեզ քու փառավոր հալության լույսին, քու փառքիդ համար։ Ամեն։ Մեր դերոց սորվեցուցած աղոթքը միասնապար գաղոթենք։ Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս։ Ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ցեզ բոլորովին սուրբն է։ Ու ցեր հոգին, մարմինն ու շունչը անառատ բահվին։ Մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Գացեք խաղաղությամբ ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանե ձեզ։ Հիմա եւ միշտ հավիտյանս։ Ամեն։